Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 4-ն է, թե Հայաստանի վերաբերող հարցեր ունենք կարևոր քննարկելու եւ թե միջազգային կարևոր հարցեր, հատկապես հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Իրանի շուրջ։ Անընդհատ իրավիճակը փոխվում է եւ այսօր էլ լրիվ մի նոր այլ իրավիճակ ենք ներկայացնելու ձեզ Իրանի շուրջ։ Շատ կարևոր են ձեր լայքերը, բաժանորդագրումները եւ մեկնաբանությունները։ Կարևոր են նրա համար, քանի որ մենք տեսնում ենք մեր հաղորդումները շատ մեծ թվով դիտումներ են հավաքում, մենք տեսնում ենք, որ դիտումների թիվը նվազում է, այսինքն չես հասկանում, թե ինչից է այս ամենը կախված։ YouTube-ն էլ ունի իր խափանումները, մի քանի օր առաջ շատ վատ էր աշխատում ընդհանուր առմամբ YouTube-ը, հնարավոր է դրա հետևանքներն են, բայց նրա համար, որ միշտ ստաբիլ ձևով մեր հաղորդումները լավ տարածում գտնեն, ինչը կարևոր է բնականաբար տեղեկատվական այս պատերազմի դարաշրջանում մեր համար, շատ կարևոր են ձեր լայքերը։ Նախապես շնորհակալ եմ յուրաքանչյուր մեկին լայքերի համար։ Սկսում ենք։ Ուրեմն երեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր նախընտրական ծրագիրն է հրապարակել, ինձ անձամբ ավելի շատ հետաքրքրում է արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժինը, այսինքն այն կետերը, որոնք վերաբերվում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Ամենակարևոր կետերից մեկը այն է, որ փաստացի քաղաքացիական պայմանագիրը խոստանում է ԵԱՏՄ-ում մնալ այնքան, քանի այն համատեղելի է այս գործընթացի հետ եվրոպական ինտեգրման, այսինքն Հայաստանը հստակ ուղղություն է վերցնում դեպի Եվրամիություն, շատ հստակ, այս ծրագրից երևում է, եւ կմնա ԵԱՏՄ-ի մեջ այնքան, քանի դեռ այդ ամենը չի հակասում ԵԱՏՄ-ի մեջ մնալուն։ Դրանից բացի Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իրականացնել Եվրամիության անդամ դառնալու բարեփոխումները, եւ երբ որ պատրաստ լինի, հետո արդեն ամեն ինչ կախված կլինի Եվրոպական միության քաղաքական կամքից, այսինքն փաստացի քաղաքացիական պայմանագիրը հաստատում է, որ իրենք արդեն ուղղություն են վերցնում դեպի Եվրամիություն։ Հստակ քայլ առ քայլ կկատարեն բոլոր պահանջները, որպեսզի ապագայում արդեն երկիրը անդամակցի Եվրամիության։ Սա նշանակում է այն, որ բոլոր այն արևմտամետ համարվող քաղաքական ուժերը կամ անհատները, վերլուծաբան լինեն, փորձագետ, ինչպես ուզում եք իրենց անվանեք, որոնք որ ասում են, թե չէ, Հայաստանի իշխանությունները ձևական են ամեն ինչ անում եւ չեն գնում դեպի Եվրամիություն, դրանք ստում են, բաց ստում են եւ փորձում են հիպնոզի մեջ բայել մեր հասարակությանը։ Ինչպես կարող ես ներկայացնել այն, ինչ չի համապատասխանում իրականությանը։ Հասկանում եմ, որ որոշ մարդիկ դրա վրա էլեկտորատ են հավաքել, դիտումներ են հավաքում, լայքեր են հավաքում, բայց չէ որ օրեցօր նրանք մոտենում են այն եզրին, երբ որ իրենց թեզերը փլուզվում են։ Փաստացի քաղաքացիական պայմանագրի ծրագրում շատ հստակ եւ պարզ գրված է, որ իրենք ուղղություն են վերցնում դեպի Եվրամիություն։ Շատ հստակ գրված է։ Հիմա ինչպես կփորձեն այս ամենը մեկնաբանել, փոխել, ինչ ձևով կփորձեն մատուցել հասարակությանը տարբեր բլոգերներ, քաղաքական գործիչներ, ուսակցություններ, փորձագետներ, դա մեկ ուրիշ հարց է, բայց այստեղ շատ հստակ նշված է։ Դրանից բացի նշված է այն, որ եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթանակ է տանում, ապա շարունակելու է խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ, նաև անելու է ամեն ինչ, որպեսզի իրականացվի TRIP ծրագիրը եւ ստորագրվի խաղաղության պայմանագիր։ Ռուսաստանի մասով շատ հետաքրքիր ձևով ասված է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկրեն կոնստրուկտիվ վերափոխում, այսինքն կոնստրուկտիվ ձևով փոփոխության են ենթարկվելու։ Կոնստրուկտիվը նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը ակնկալում է, որ դրական փոփոխություններ կգրանցվեն հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Եթե մենք հիմա իրականում գնահատենք հայ-ռուսական հարաբերությունները, դրանք շատ բարդ են, շատ լարված, շատ վատ, նույնիսկ մոտ են, կարելի ասել թշնամական։ Ես չեմ ասում այն ինչ կա թղթի վրա։ Ես ասում եմ այն ինչ կա Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջեւ։ Ուղղակի դերևս կարողանում են շփվել, բայց այդ շփումներից հետո մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում մամուլում, հատկապես ռուսական։
եւ թե ինչ միջոցներ է ծախսում Ռուսաստանի Դաշնությունը հիբրիդային պատերազմ մղելու Հայաստանում։ Եվ այս առումով, եթե Ռուսաստանի Դաշնությունը վերջնական համակերպվի այն մտքին, որ Հայաստանի իշխանություններին չի կարող հեռացնել իշխանություններից, այս իշխանությանը, ապա կարող են մի փոքր փոխեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Բնականաբար պետք է նաև իրենք ավելի թուլանան ռուս-ուկրաինական պատերազմում, որ ամեն ինչ կոնկրետ այդպես ստացվի։ Բայց այն, որ քաղաքացիական պայմանագիրը չի ցանկանում լարվել Ռուսաստանի Դաշնության հետ, դա փաստ է, մենք տեսել ենք այդ քաղաքականությունը երկար տարիներով, ամենադժվար նույնիսկ տարիներին մենք համոզվեցինք դրանում, որ քաղաքացիական պայմանագիրը չի գնում լարվածության Ռուսաստանի Դաշնության հետ, եւ այստեղ էլ իրենց արտաքին քաղաքականությանը վերաբերվող նախընտրական ծրագրի մեջ նույնպես այդ ամենի մասին նշում կա։ Այստեղ խոսք կա նաև 3+3 այդ ֆորմատի մասին։ Բայց դե Ռուսաստանը ինչպես է վարվում Հայաստանի հետ, կարծում եմ բոլորին արդեն պարզ է։ Նույնիսկ Վլադիմիր Պուտինը շատ ուղիղ Նիկոլ Փաշինյանի երեսին ասաց, որ մեր ուժերին պետք է թույլ տալ, որ իրենք կարողանան մասնակցել ընտրություններին։ Մեր տեխնացուին վարչապետի պետք է ազատեք, նույնիսկ տնային կալանքը իրենք համարում են կալանք։ Եվ դրանից բացի մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում հիմա համատարած Հայաստանի Հանրապետության մեջ։ Երեք շատ հետաքրքիր նոր տվյալներ է հրապարակել Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն, վաղարշաբաթում ավականու ընտրությունների 5 տասնյակից ավել անձանց խոստացած 50,000 դրամերի մասով, եւ խոսքը վերաբերվում է հայրենիք կուսակցության տեխնացուի օգտին քվեարկելու մասին։ Փաստացի բավականին մեծ սա բացահայտում է, քանի որ 62 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կամ բազմաթիվ ցայնագրություններ։ Եվ սա հերթական ոչ առաջին, ոչ վերջին հերթական ապացույցն է, որ մեծ կաշառքներ են հիմա օգտագործվելու Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ, մեծ գումարներով, մեծ կաշառքներ։ Նույնիսկ Ջավախքի մասով կան տեղեկություններ, որոնք որից փորձում եմ կրկին ճշտել, բայց մի քանի աղբյուրից ճշտել եմ, որ Ջավախքից էլ փորձում են տարբեր նախընտրական շտաբերի բացման համար մարդկանց տանել եւ խոստանում են նրանց 100,000 դրամ։ Այսինքն, ամենայն հավանականությամբ մեկ մարդուն տալիս են 100,000 դրամ, տեղափոխում են Երևան, հետո նաև տարբեր շրջաններ, այդ նույն մարդը միանգամից մասնակցում է մի քանի օրերի ընթացքում տարբեր միջոցառումների եւ երևում է եւ այդ մարդիկ բոլորը միասին երևում են տարբեր կադրերում, ամենտեղ, ամեն շրջանում տեսախցիկների առջև։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ գումարի են արդեն հասցրել այդ ընտրակաշառքները։ Կան նման խոսակցություններ, կրկնեմ, ես փորձում եմ լրացուցիչ ձևով ճշտել այդ ամենը, բայց հիմա շատ են խոսակցությունները այդ մասին։ Եվ կրկնեմ, այն գաղափարը, եթե այդ ամեն տեղի ունենում Ջավախքում, ապա ավելի ու ավելի շատ տեղի ունենում Հայաստանում, Հայաստանի տարբեր շրջաններում, այնպես չէ, որ Ջավախքում եթե տեղի ունենում, Հայաստանի մնացած շրջաններում դա տեղի չի ունենում։ Ուղղակի Հայաստանի Հանրապետության մեջ տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միանշանակ շահագրգռված են, որպեսզի կարողանան գտնել եւ բացահայտել այդ դեպքերը։ Միակ մեծ տարբերությունը այստեղ դա է։ Եվ այս ամենից ելնելով, սիրելի հայրենակիցներ, ես կրկին մնում եմ այն համոզմանը, որ հակակոռուպցիոն կոմիտեն այս բոլոր փաստերը պետք է ներկայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի չպետք է գրանցի այն ուժերին, որոնք որ massայական ընտրակաշառքներ են բաժանում ընտրություններից առաջ։ Սա է միակ ճիշտ որոշումը։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ռեյտինգը մի քանի անգամով բարձր է այդ կուսակցություններից, շատ պարզ, դա գիտենք եւ դա ցույց են տալիս անկախ կազմակերպությունների միջազգային մեծ հեղինակավոր կազմակերպությունների հարցումները, բայց միևնույն է, ինչի պետք է թույլ տալ այդ պրոռուսական ուժին կամ ուժերին, որոնք որ massայական ընտրակաշառք են բաժանում, օգտվում են օտար երկրի հիբրիդային
պատերազմի միջոցներից ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի իշխանություններին եւ այդ կեղծիքների միջոցով տեղ են ունենալու խորհրդարան։ Դրա համար մենք բոլորս միասին պետք է պահանջենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանից, հակակոռուպցիոն կոմիտեից, կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որպեսզի այդ ուժերը չգրանցվեն։ Վլադիմիր Պուտինը ուրիշ պահանջ է ներկայացնում, գիտեմ, լրիվ հակառակ պահանջն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ մենք պետք է ներկայացնենք կոնկրետ այս պահանջը։ Հայաստանի մասով այսքանը։ Հիմա խոսենք, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Իրանի շուրջ շատ հետաքրքիր զարգացումներ ունենք։ Իրոք Դոնալդ Թրամփը խրվել է այս պատերազմի մեջ եւ այն, որ մենք հույս ունենք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները կկարողանան ռեժիմի փոփոխություն իրականացնել, հիշում եք, ես ասում եի, որ շատ քիչ է այդ հույսը, բայց այնուամենայնիվ կա։ Սակայն եթե դա տեղի չունենա, ապա մենք կարող է բախվենք ավելի մեծ խնդիրների։ Ցավոք սրտի մեր կանխատեսումները իրականություն են դառնում, բայց ես չեմ կարող թաքցնել այն, որ ես ողջավորություն ունեի եւ սպասում էի, որ ինչ որ հրաշք տեղի կունենա, այնուամենայնիվ ինչ որ հրաշք տեղի կունենա եւ այս ռեժիմը կփոխվի։ Բայց տեսնում ենք, որ չէ, ռեժիմը բավականին ամուր է եւ այն նոր խնդիրներ է կարողացել ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Հորմուզի նեղուցի փակելը եւ հիմա էլ ուզում են Բեբ էլ Մանդեբի նեղուցն էլ փակել, այսինքն շատ մեծ խնդիրներ է առաջացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ ամբողջ աշխարհի համար։ Թրամփի հայտարարությունների վրա մենք ընդհանրապես չենք կարող հենվել։ Երեք ասում էր, որ նավթը չի հետաքրքրում ինձ Իրանի, մենք ամեն ինչ կոչնչացնենք։ Այսօր ասում է, որ չէ, նավթը հետաքրքրում է եւ կվերցնենք մենք այն։ 2 օր առաջ կրկին ասում էր, որ նավթը մեզ հետաքրքրում է եւ մենք մեր ձեռքը կվերցնենք իրանական նավթ։ Այսինքն օրմեջ անում է իրար հակասող հայտարարություններ Դոնալդ Թրամփը։ Բայց մենք ինչ ունենք փաստացի այս պահի դրությամբ կոնկրետ հողի վրա եւ երկնքում իհարկե։ Երեք տեղեկություն ստացանք, որ Իրանը կարողացել է խոցել ամերիկյան F-35 ինքնաթիռ։ Հետո պարզ դարձավ, որ այդ ինքնաթիռը ոչ թե F-35 է, ես խոսում էի մեր նախորդ հաղորդման մեջ, որ դժվար թե F-35 լինի, պարզվում է չէ, F-15E ինքնաթիռի մասին է խոսքը։ Դրանից հետո արդեն օդաչուին էին փնտրում Ամերիկայի Միացյալ Նահանգները, աննախադեպ հետաքրքիր հատուկ գործողություն ծավալվեց Իրանի երկնքում, մի քանի ուղաթիռներով, ինքնաթիռներով փնտրում էին այդ օդաչուին։ Տեղեկություն կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ կարողացել են գտնել այդ օդաչուին, բայց ընթացքում Իրանը կարողացել է խոցել մեկ ուղաթիռ։ Տվյալները իրար են խառնվում։ Մենք ստիպված ենք ներկայացնել թե Ամերիկայի Միացյալ Նահանգների տվյալները, թե իրանական կողմի հաղորդած տեղեկությունները։ Իրանը փորձում է նաև որոշ փաստարկներ ներկայացնել, չնայած, ինչպես արդեն նշեցի, ոչ թե F-35 են նրանք խոցել, այլ կարողացել են խոցել F-15 ինքնաթիռ։ Դրանից բացի Հորմուզի նեղուցից ոչ շատ հեռու Խարկ կղզու մոտակայքում նրանք կարողացել են կարծես թե, այսինքն այս տվյալներն էլ տեղեկություններն էլ կա, Underbolt ինքնաթիռ խոցել ամերիկյան, դա այն ինքնաթիռներն են, որոնք որ ցամաքային գործողությունների համար են նախատեսված եւ կարող են կրակ վարել գետնի վրա տեղակայված մարտական ուժերի նկատմամբ։ Դրանից բացի իրանական թասիմ գործակալության տեղեկություններով իրանցիներին հաջողվել է մեկ ինքնաթիռ, ամերիկյան ինքնաթիռ եւս խոցել F-16 ինքնաթիռի մասին է խոսքը այս պարագայում։ Ինչպես արդեն նշեցի, ամերիկյան կողմը հայտնում է, որ իրենք կարողացել են օդաչուին գտնել, բայց իրանական կողմը հաղորդում էր նաև այն մասին, կային տեղեկությունները բավականին խառն են, թե իրենց հաջողվել է գերեվարել օդաչուին, բայց ամենայն հավանականությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողացել են այդ հատուկ գործողությունը իրականացնել եւ փրկել իրենց օդաչուին։ Սակայն կարևոր է այստեղ ավելացնել մեկ հետաքրքիր հայտարարություն եւս, որը որ արվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին գեներալներից մեկի կողմից, որ ոչ թե մեկ, այլ 2 օդաչու են կարողացել փրկել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ամենայն հավանականությամբ 2
կամ երկու օդաչու է եղել այդ ինքնաթիռում, կամ տարբեր ինքնաթիռների մասին է խոսքը, ինչպես որ ես արդեն նշեցի, քանի որ տեղեկություններ կա, որ երկու տարբեր, նույնիսկ 3 տարբեր ինքնաթիռ է խոցվել, եթե մենք ասենք F-15-ն, որը հաստատում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, F-16-ը, որի մասին որ խոսում է իրանական TASS-ի գործակալությունը, եւ էլի Thunderbolt ինքնաթիռի մասին, ինչը նույնպես քիչ առաջ ներկայացրի ձեզ ցամաքային գործողությունների համար նախատեսված ինքնաթիռ։ Դրանից բացի կա տեղեկություններ, որ իրանական անօդաչու թռչող սարքը Պարսից ծոցի երկրներից մեկի վրա, հիմա չեմ հիշում կոնկրետ որտեղ, ամենայն հավանականությամբ Բախրեյնի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով կարողացել են խոցել ամերիկյան եւս մեկ ուղղաթիռ։ Բայց Իսրայելն էլ բավականին հետաքրքիր հաջողություններ է ունեցել Իրանում, այստեղ տեսնում եք, մենք չենք խոսում Իսրայելի խոցված ինքնաթիռների մասին, Իսրայելը կարծես ավելի գրաքետ է աշխատում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները, երևի Թրամփը իր հայտարարություններով եւ Փիթ Հեքսեթը իր հայտարարություններով շտապողականությամբ այնուամենայնիվ սխալներ են թույլ տալիս, իսկ Իսրայելը հաղորդում է այն մասին, որ իրենց հաջողվել է խոցել մեծ հրթիռային պահեստներ Իրանում, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ուժերի են կարողացել նրանք հարված հասցնել։ Դրանից բացի Իրանի ցամաքային ուժերի ղեկավարությունը հայտարարում է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մոտ են ցամաքային գործողություն սկսելուն ընդդեմ Իրանի։ Թրամփն էլ կրկին հայտարարություն է արել Հորմուզի նեղուցի մասով, որ իրենք շատ մոտ են Հորմուզի նեղուցի բացմանը, ասում է, որ եթե մենք ունենանք մի փոքր ժամանակ, ապա Հորմուզի նեղուցը կվերցնենք մեր վերահսկողության տակ։ Լրիվ այլ կարծիքի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նա ասում է, որ Իրանի ռեժիմը շատ վատ ռեժիմ է, ինչ խոսք, ես համաձայն չեմ այդ ռեժիմի հետ շատ հարցերում, բայց ասում է, տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Աֆղանստանում, Լիբիայում, Իրաքում եւ այդպես շարունակ։ Եթե ժողովուրդը ցանկանում է, ապա թող կարող են կամ հասնել իշխանափոխության։ Թե չէ, մենք նույնիսկ 20 տարի անց այդ երկրներում, որտեղ որ մասնակցեցին ռազմական գործողությունների, ոչ մի արդյունքի չհասան։ Ինչպես նշեցի, նա Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի օրինակն է բերում, բայց չգիտես ինչու Սիրիան օրինակ չի բերում, հիմա լավ են Սիրիայի իշխանությունների հետ, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ջիհադիստը շատ երկար դժվար թե կարողանա լավը մնալ արևմուտքի համար, դա էլ փաստ է, այսինքն Սիրիայից էլ մեծ հաշվով ոչինչ դուրս չեկավ նորմալ։ Դրանից բացի Ֆրանսիան փորձում է պայմանավորվել Իրանի հետ Հորմուզի նեղուցի մասով եւ կան տեղեկություններ, որ մեկ տանկեր արդեն Իրանը թույլ տվել է ֆրանսիական մեկ տանկերի, որպեսզի այն դուրս գա Հորմուզի նեղուցից եւ դա դրա դիմաց, երբ որ Ֆրանսիան, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ միասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետո է կիրառել Ամերիկայի Միացյալ Նահանգների բանաձևի նկատմամբ։ Դրանից բացի Մակրոնը ուրիշ հայտարարություններ է արել շատ հետաքրքիր, որը որ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Չինաստանին, ասում է, որ մենք պետք է մեծ կոալիցիա ձևավորենք, այսինքն այնպիսի մի կոալիցիա, որը որ թույլ կտա Եվրոպային չընկնել Չինաստանի ազդեցության տակ, գերտերություն է, քանի որ Չինաստանը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունից անկախ ուժ լինի, քանի որ ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ բավականին ստաբիլ չեն հիմա եւ անկանխատեսելի են։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը կամ ավելի ճիշտ կախվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից Եվրոպայի ուզում է թուլացնել, քանի որ ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգները դառնում են անկանխատեսելի։ Փեզեշկյանի խոսքերով Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքները Իրանին քարեդար ուղարկելու համար դրանք ռազմական հանցագործություն են եւ պատմությունը անպայման այդ ամենին պատասխանը տալու է։ Ասում է, որ այդ հարցը ինքը քննարկել է եւ այդ հարցը տվել է իր ֆին գոլեգային, քանի որ նա նաեւ իրավաբան է, եւ ասում է, որ պատմությունը բազմաթիվ այդպիսի օրինակներ ունի, եթե լռում ես հանցագործության առջև, մեծ աղետներ են տեղի ունենում։ Ինչպես արդեն նշեցի, Իրանի գլխավոր շտաբը
ցամաքային ուժերի հրամանատարությունը եւ ինչպես նաեւ գլխավոր շտաբը հայտնում են այն մասին, որ շատ հավանական է ցամաքային գործողությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, որը որ մեկ շաբաթից ավել է մենք խոսում ենք, սպասում են այդ ցամաքային գործողությանը։ Իմիջիայլոց արդեն ավարտվում է նաեւ Թրամփի այն 10 օրերը, որը նա տվել էր Իրանին։ Նախ 48 ժամ էր տվել, հետո մի քանի օր, հետո 10 օր եւ դա եւս կարծես արդեն մոտենում է, պետք է որ մոտենա ավարտին։ Եվ հիմա տեսնենք, թե ինչ գործողությունների է դիմելու Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Կրկին վերադառնանք նեղուցների հարցին, Reuters-ի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը հայտնում է, որ դժվար թե շատ արագ դեռ բացվի Հորմուզի նեղուցը։ Թրամփը ասում էր, որ մոտ ենք, մի քանի օր է մնացել, թե ժամանակ ունենանք, այն կբացվի, իսկ Reuters-ի տեղեկություններով, որը որ հաղում է կատարում ամերիկյան հետախուզության վրա, դժվար թե շատ արագ բացվի Հորմուզի նեղուցը։ Դրանից բացի Իրանի խորհրդարանի նախագահ Գալի Բաֆը, որը որ մի քանի օր է լռում էր, կրկին հայտարարություններով է հանդես եկել, հաշվում է այն, թե Թրամփը քանի անգամ է ասել, թե ինքը հաղթանակ է տանում Իրանի նկատմամբ եւ հստակ զգուշացնում է, որ ակնարկում է ավելի ճիշտ, թե կարող են նրանք փակել նաեւ Էլ-Մանդեբի նեղուցը։ Իսկ եթե այդ նեղուցն էլ Իրանին հաջողվի փակել, ապա նավթի գները մի քանի անգամով կարող է միանգամից բարձրանալ եւ ընդհանրապես աշխարհին սպասվում է շատ մեծ տնտեսական ճգնաժամ եւ ահռելի գնաճ։ Տեսնենք, սիրելի հայրենակիցներ, ես չեմ ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հաղթանակ տանելու այս պատերազմում։ Միշտ ասել եմ եւ կրկնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավորությունները ահռելի մեծ են, բայց Թրամփը օրեցօր սկսել է գերազանցել ինքն իրեն։ Նախկինում ախր այդ կանել չէ, բայց վերջին օրերին ավելի ու ավելի շատ սկսել է իրեն հակասող հայտարարություններ անել։ Երևում է, որ բավականին խառնված իրավիճակում է հիմա ամեն ինչ Դոնալդ Թրամփի մոտ, ինքն էլ չի հասկանում, թե ինչպես կարող է այս ամենի տակից դուրս գալ, եւ դրա համար այդպիսի խառը իրար հակասող եւ ոչ լավ տպավորություն ստեղծող հայտարարություններ է անում Դոնալդ Թրամփը։ Իմիջիայլոց այս հայտարարությունների ֆոնին եւ Իրանի թեթև հաջողությունների ֆոնին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Չինաստանի արտգործնախարարությունը, որը որ մեղադրել է կատարվածի մեջ եւ Հորմուզի նեղուցի փակ լինելու մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։